Այսօրվա միջավայրում նաև ասենք դատավորների, քննիչների, դատախազների աշխատավարձ բարձրացնելը համաձայնեք ինքը քաղաքական, այսպես ասած, վատ երանգ է ստանում, թե այսքան խնդրի մեջ էդ էր ամենակարևորը։ Ես միշտ ասել եմ, որ ես ուզում եմ մարդիկ ընկալեն սա, որ կառավարությունը դա անում է հազար ներողություն ամենայն հարգանքով, ոչ թե դատավորների, դատախազների կամ քննիչների սիրույն, այլ որպես հանուն քաղաքացիների, որպեսզի հենց արդարությունը եւ արդարադատությունը ավելի հասանելի դառնա նրանց համար։ Հիմա բայց արդյունքում ինչն է, իմ ասածը հույս ունեմ ճիշտ կհնչի։ Խնդիրն այն է, որ երբ որ հանրությունը էլի այդ ներդրումը անում է, ինքը որ ժամանակ անց պետքա տեսնի դրա արձագանք, ինքը պետք է ասի իսկապես այդ ներդրումը արվեց եւ ինձ համար արդարադատությունը դարձավ հասանելի։ Բայց երբ որ դա տեղի չի ունենում, ընդ որում ես ուզում եմ ասել, որ մենք պետք է ընդունենք, որ սա տպավորությունների մակարդակ է, որովհետև ոչ մեկ չի գնում ամեն դեպս նրանք, ովքեր չեն առնչվում, գործերը թերթում նայում եւ այլն։ Տպավորությունը շատ կարեւոր է։ Կառավարության համար առաջանում է քաղաքական խոչընդոտ, որովհետև էլի մենք պետք է բացատրենք, բայց նախորդ շրջանի ֆինանսավորման եւ որոշումները ինչի հանգեցրին, որ մենք հիմա հաջորդն ենք անում։ Ինչ որ մի ձևով չափելի արդյունք մենք պետք է ունենանք եւ այդ առումով ուզում եմ ասել, որ տեսեք մենք խոսում ենք տասնյակ հազարավոր գործերի մասին, բայց այդ տասնյակ հազարավոր գործերը այո ընդհանուր առմամբ, բայց այդ գործերի մեջ կան առանձնահատուկ տպավորություն թողնող գործեր, որոնց վերաբերյալ մարդիկ 10,000 գործի չեն հետևում, մարդիկ հետևում են 1, 2, 3, 4, 5, 10 գործի։ Եվ դրանք թողնում են տպավորություն։ Եվ այդ տպավորությունն է, որ տարածվում է բացարձակապես ամեն ինչի վրա, որովհետև տեսեք, դուք ասում եք, որ այո, մեծ թվով դատավճիռներ կայացվում են, ընդհանուր օրինական ուժի մեջ են մտնում, բայց տպավորություն ստանում են այն գործերից մարդիկ, որոնք այդպես էլ չեն ավարտվում ուղղակի, հասկանում եք, որևէ ձևով չեն ավարտվում եւ մեծ է հավանականությունը, որ չեն էլ ավարտվելու եւ մեծ է հավանականությունը, որ այդ գործերի ձգձգման անվերջ ռեսուրս կա եւ դա հետեւյալ տրամաբանությամբ, որ այդ դատավարության բոլոր մասնակիցները սպասում են կամ աշխարհքաղաքական կամ ներքաղաքական կամ բնակլիմայական փոփոխությունների, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա։ Այսինքն ֆունդամենտալ խնդիրը այստեղ է, որ մեր վիճակագրությունները, այո, ոչ մեկ դա չի կարող ժխտել, բայց կան նշանային իրավիճակներ, գործեր, եւ մենք ընդ որում միայն դատավարական օղակում չի։ Ես օրինակ, ասենք, երբ որ իմանում եմ, որ իսկապես կա քրեական գործ, որը տարիներ է տևում, ասենք մենք քրեական գործեր ունենք 7, 8, 9 տարի նախաքննություն է տեղի ունենում, որը իհարկե 5 կասեցման ինստիտուտը, ես չգիտեմ, ինչ որ վերափոխման է ենթարկել, ես դրանց մասին չեմ խոսում։ Այսինքն մենք պետք է այստեղ էլի ես ուզում եմ ամփոփել նրանով, ինչից սկսեցի, այս օրգանիկ կապը հանրության հետ եւ այդ թվում այդ ուղերձների մակարդակով շատ կարևոր է, որպեսզի արդարության եւ արդարադատության հանդիպումը տեղի ունենա, որովհետեւ արդարադատությունը պրոցեդուրա է, արդարությունը տպավորություն, շատ ճիշտ նշվեց։ Այսինքն պրոցեդուրայով մենք պետքա երբ որ պրոցեդուրան եւ տպավորությունը համընկնում են, եղավ որ մենք մեր հարցը լուծեցինք։ Մեր հարցը ընդեղ է, որ պրոցեդուրան եւ տպավորությունը տարբեր են։